Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու քահանա Եզնիկ Մարդիրյանը մոտ 1 ամիս է, որ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրան ազատել է Մասիացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, աշխատանքի չներկայանալու պատճառով։ Սակայն քահանան աչքի ընկել ոչ միայն իր անպարտաճանաչությամբ, այլև հավատացյալների հանդեպ անքաղաքավարի վերաբերմունքի, եկեղեցում հակաիշխանական քարոզանելու, դպիրների վրա ազդելու մեջ։ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու երգչախմբի երգիչ Սուրեն Մկրտչյանը մեծ զրույցում տեղեկացրեց, որ Եզնիկ Մարդիրյանն իրեն դրդել էր դուրս գալ Սուրբ Թադեոս եկեղեցուց, բացի դա ինքը չի կարողացել հանդուրժել այն, որ եկեղեցում հնչում էր ոչ թե եկեղեցական քարոզ, այլ քաղաքական։ Եվ նրա այս որոշումից հետո տելեգրամյան անհայտ էջերից Սուրենին սկսել են սպառնալիքներ ու վիրավորանքներ պարունակող նամակներ գրել։ Նա թեև անուններ չհնչեցրեց, սակայն ասաց, որ հստակ գիտի, թե ովքեր են դրա հետևում կանգնած։ Ոչինչ ձեր վախճան ասեմ, կործանում ասեմ, մոտ է ժամանակ քիչ է մնացել, նման սպառնալիքներով հանդես է գալիս այդ X բաժանորդը։ Իմ դուրս գալուց հետո եւ այն ժամանակահատվածն է եղել, երբ որ Սրբազան հայրը, Տեր Գևորգ Սրբազան եպիսկոպոսը ասաց, որ կողմ եղավ իշխանությանը, դեմ լինելով կաթողիկոսին։ Սրանից հետո ինձ գալիս են հաղորդագրություններ, որ հաղորդագրություններով եւ փնովում են իմանձը, անվանելով ինձ դավաճան Հուդա Իսկարիովտացի եւ փնովում են Սրբազանին։ Հարցին թե այս նամակների մասով արդյոք դիմել է իրավապահներին, թե ոչ, Սուրենն ասաց, որ թող Աստված նրանց դատն ու դատաստանն անի, Աստված ամեն ինչ տեսնում է։ Այս առնչությամբ զրուցել ենք նաև Մասիացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ։ Նա նշեց, որ Եզնիկ քահանային ազատել է մինչև իր հետ տեղի ունեցած վերջին իրադարձությունները, իսկ պատճառն այն է, որ նա գնացել է արձակուրդ եւ դրանից հետո չի ներկայացել ծառայության։ Ի դեպ Գևորգ եպիսկոպոսը տեղեկացրեց, որ այդ ընթացքում ինքը թե Եզնիկ քահանային, թե մյուսներին զգուշացրել է Facebook-ում քաղաքական բնույթի հայտարարություններ չանել, քանի որ դրանք կարող են համայնքում պառակտում ստեղծել։ Սակայն Եզնիկ քահանան ոչ միայն հավատացյալների հետ է կոպիտ շփվել, այլև խնդիր է ունեցել դպիրներից մեկի հետ, ինչի համար եւս նկատողություն է ստացել։ Սրբազանի խոսքով այս հարցը հաճախ է թեմում քննարկվել, որովհետև թեմում ուղղորդված քահանաներ կային, որոնք միշտ քաղաքական հայտարարություններ էին անում։ Նույնիսկ պարտադրել էին, որ իրենց քարոզները on-line լինեին, որ այդպես ոչ միայն քարոզի պատրաստվեն, այլև խուսափեին քաղաքական թեմաների անդրադառնալուց։ Այդ քահանան պիտի ասեմ, որ դրանց առաջ բողոքներ եղել են։ Ես իրեն բազմիցս զգուշացրել եմ, որ adekvat քեզ դրսևորի դու հովիվես։ Եվ երեխաների հետ է լինում եւ այնպես ուղղակի քանի անգամ եղել է, ես իրավիճակը հարթել եմ։ Այս զարգացումների կոնտեքստում ինքը լծվել է շատ ապաշնոր պարսավելի գործի, ինչը անում է դպիրներին, փորձում է այսպես գաղափարական իմաստով վերահսկողության տակ պահել, որ այս կողմը սխալ է, ճիշտ է այն կողմն էլ, ու սպառնալիքները հնչեցնում, գիշերները զանգում են այդ երեխաներին, այսպես ես բողոքներ շատ եմ լսում, շատ հավատացյալները գալիս են եկեցի պատմում են։ Սրբազանը նաև ասաց, որ եթե 30-ն անց քահանան կարող է իրեն թույլ տալ երեխաների հետ սպառնալիքով խոսել կամ սպառնալիք պարունակող հաղորդագրություններ ուղարկել, որոնք ինքը տեսել է, ապա սա հերթական խայտառակությունն է ու ցավոք սրտի այս ամեն ինչը հովանավորվում է մայրաթոռից։ Ինքը առավոտը ճիջիկուն այդ այսպես կոչված տեղապահի հետ ինքնագործունեությամբ է զբաղված թեմում, բայց նրա ծառայությունը դադարեցված է թեման։ Խոսելով նաև այն մասին, որ իրեն մեղադրում են իբրև թե ճնշումներ գործադրելու մեջ, եպիսկոպոսն ասաց, որ եթե նրանք խոսում են ճնշումներից, ահա թե ովքեր են ճնշումներ գործադրում, երբ դրա վառ արտահայտությունն այն է, որ կտրել են բարենորոգման օրակարգին միացած քահանաների մայրաթոռ Սուրբ Էջմիածնից ստացած 80-ից 100,000 դրամ աշխատավարձը։ Սրբազանը նշեց, որ սրանով նրանք իրենց խեղճությունն են ցույց տալիս եւ փորձում են այդ կերպ պատժել ազատ խոսքը։ Ինչ վերաբերում է սպառնալիք պարունակող նամակների մասով իրավապահներին դիմելու, եպիսկոպոսն ասաց. Թող իրավապահները հաշվի առնեն, համարեն, որ դիմել են, ինչ ասեմ։ Այսինքն երևույթը հանձնում ենք իրավապահների ուշադրությանը, որ անչափահաս երեխաներին կոնկրետ մեկին փողոցային բարապաշարով SMS են ուղարկում։ Սա ուղղորդվում է մայրաթոռի կողմից, թող հաշվի առնեն։ Ի դեպ, Գևորգ եպիսկոպոսը նաև տեղեկացրեց, որ Մոսկվայում դպրոցից հեռացրել են իր եղբոր 10 տարեկան աղջկան։ Ի հավելում են Գևորգ Սրբազանն ասաց. «Փոքրությունը չունի սահման, վրեժխնդրությունը չունի սահման»։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար